Փրկության աղոթք։ Աստված սիրում է քեզ, և Նա ցանկանում է անձնական հարաբերություն ունենալ քեզ հետ։ Եթե դու Հիսուս Քրիստոսին դեռ չես ընդունել որպես քո փրկիչ, ապա դու դա կարող ես անել հենց հիմա։ Պարզապես բացիր քո սիրտը Նրա առաջ և աղոթիր այս աղոթքը. Հայր, ես գիտեմ, որ ես մեղանչել եմ քո դեմ, խնդրում եմ ների ինձ, մաքրիր ինձ, ես խոստանում եմ վստահել Հիսուսին, քո որդուն։ Ես խոստովանում եմ իմ մեղքերը։ Ես հավատում եմ, որ Նա մահացավ ինձ համար, Նա իմ մեղքն իր վրա վերցրեց, երբ Նա մահացավ խաչի վրա։ Ես հավատում եմ, որ Նա մեռելներից հարություն է առել։ Հենց հիմա ես իմ կյանքը տալիս եմ Հիսուսին։ Հայր, շնորհակալ եմ քո տված ներման պարգևի և հավիտենական կյանքի պարգևի համար։ Խնդրում եմ, օգնիր ինձ ապրել քեզ համար, Հիսուսի անունով, ամեն։ Եթե դու քո սրտից աղոթեցիր, ապա Աստված ընդունեց քեզ, մաքրեց քեզ և հոգևոր մահվան կապանքներից քեզ ազատ արձակեց։ Ժամանակ վերցրու, որպեսզի ընթերցես և ուսումնասիրես Սուրբ գրային համարները և խնդրիր Աստծուն, որ Նա խոսի քեզ հետ, երբ Նրա հետ կատարես այս ճանապարհորդությունը քո նոր կյանքում։ Հովհաննես 3:16 Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որ նրան հավատացողը չքորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եփեսացի 1:4 Նաև կարդա Ա Հովհաննես 1:9 և 5:1 Աղոթիր և խնդրիր Նրան, որ Նա օգնի քեզ գտնել լավ եկեղեցի, որը հավատում է Աստվածաշնչին, որպեսզի կարողանաս ոգեշնչված լինել Քրիստոսի հետ և քո հարաբերության մեջ աճելու վերաբերյալ։ Աստված միշտ քեզ հետ է։ Մեկ օր Նա քեզ կառաջնորդի ճիշտ ժամանակին և ցույց կտա, թե ինչպես կարելի է լիառատ կյանքով ապրել, որը Նա պատրաստել է հենց քեզ համար։ Եղիր օրհնված և Տիրոջ ձեռքը բռնած առաջ շարժվիր։